Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ուզբեկստանի ներդրումների արդյունաբերության եւ առևտրի նախարար միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Լազիս Կուդրատովին։ Պետության ղեկավարը նշել է, որ Լազիս Կուդրատովի այցը մեր երկիր լավ հնարավորություն է երկկողմորակարգի հարցերը քննարկելու համար։ Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը իրականացնում են բազմաթիվ համատեղ նախագծեր, ինչը բոլոր ոլորտներում մեր հարաբերությունների սերտ բարեկամական բնույթի ցուցիչ է։ Հանդիպանը գոհունակությամբ ընդգծվել է տնտեսական եւ առևտրային հարաբերությունների զարգացումը, մտքեր է փոխանակվել արդյունաբերական համագործակցության, տրանսպորտային եւ լոգիստիկ հարաբերությունների հետագա ընդլայնման, ինչպես նաեւ նոր համատեղ նախագծերի վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցերում կիսվել է Ադրբեջանին նվիրված հրապարակմամբ։ Թուրքիայի առաջնորդը X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է. Մենք մեկ ժողովրդի երկու պետություններ ենք, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են նույն անկախության համար, երեխաներ միասնական սրտով։ Միթե սիրտը կարող է բաժանվել հոգուց, իսկ Թուրքիան Ադրբեջանից։ Իսրայելի եւ Իրանի միջև բախումների կապակցությամբ շարունակվում է Ադրբեջանի քաղաքացիների եւ օտարերկրացիների կողմից Իրանի տարածքը լքելու գործընթացը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, Իրանում Ադրբեջանի դեսպանատան, Թաբրիզում հյուպատոսության կողմից ստացված հարցումների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջզադեն։ Այսօրվա տվյալներով Ադրբեջանի ավելի քան 600 քաղաքացի դիմել է սահմանը հատելու համար, եւ նրանցից 180-ը արդեն մուտք է գործել Ադրբեջանի տարածք։ Մինչ օրս 77 երկրներից ստացված հարցումները քննարկվում են համապատասխան կարգով եւ ստեղծվում են պայմաններ այդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու համար։ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ տարբեր մակարդակներով խորը երախտագիտություն են հայտնել Ադրբեջանին աջակցության համար, ընդգծել է արտգործնախարարության ներկայացուցիչը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի անսասան եղբայրությունը այսուհետ էլ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև որոշակի աշխատանքներ են տարվում պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Բացի այդ, Գյուլերը խոսել է Իրանի հետ սահմանին գտնվող Վան քաղաք կատարած իր ուղևորության մասին։ Ես Վան այցելեցի ոչ թե ինչ-որ սպառնալիքի պատճառով, այլ անվտանգության միջոցառումներին ծանոթանալու համար, ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Լաչինի միջազգային օդանավակայանի ժամանել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների պատվիրակությունը, որի թվում են ռազմական կցորդներ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներով ինքնաթիռը օդանավակայանում վայրեջք է կատարել առավոտյան։ Ճանապարհորդության շրջանակներում դիվանագետներն ու ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել անմիջականորեն ծանոթանալ Լաչինում իրականացող վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև զննել Լաչինի շրջանում կառուցված նոր միջազգային օդանավակայանը։ Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Բելարուսի թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության եւ իրացման պետական կոնցեռնի Բելեկբրոմի նախագահ Տատյանա Լուգինայի գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության եւ փոխադարձ ներդրումային հնարավորությունների հարցեր։ Փոխնախարար Սահիբ Ալեկպերովը հյուրերին տեղեկացրել է Ադրբեջանում թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության եւ վաճառքի ոլորտում առկա հնարավորությունների մասին, ընդգծելով երկու երկրների միջև առևտրային, արդյունաբերական եւ ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնման զգալի ներուժի առկայությունը։ Հյուրերին տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի բարենպաստ գործարար միջավայրի, արդյունաբերական գոտիների, տարանցիկ եւ տրանսպորտային ու լոգիստիկ ներուժի, օկուպացիայից ազատագրված տարածքներում ներդրողներին տրամադրվող արտոնությունների, ինչպես նաեւ ձեռներեցության զարգացմանը նպաստող մեխանիզմների մասին։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։
Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամացություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 19-21, ցերեկը 25-28 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Գիշերը որոշ լեռնային շրջաններում կդիտվի մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 18-23, ցերեկը 30-35 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 5-10, ցերեկը 13-18 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 16-27, Աղդամում, Ֆիզուլիում 20-30, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 21-32, Լաչինում 14-27, Քելբաջարում 12-19 աստիճան տաքություն։ 102.7 FM